Մեկ օր առաջ հիշատակի օր, մեկ օր հետո բանակի տոն, օրացույցում հունվարի 27-ը կլինի շրջանակի մեջ։ Առյուծի բաժինը 74%-ը Միացյալ Նահանգներին, 26-ը Հայաստանին, Երևանը գոհ է գործարքից։ Հայաստանը վերականգնում է Մարգարայի անցակետը Թուրքիան Ալիջանի։ Հնդկական զենքը ուղևորվել է Հայաստան, հրթիռների հեռահարությունը 70 կիլոմետր է։ Իրանում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը մի քանի հազարի է հասնում, Խամենեին Թրամփին է մեղադրում։ Թրամփը կմնա պատմության մեջ, եթե Միացյալ Նահանգները բռնակցի Գրենլանդիան, Մոսկվայի գնահատականը։ Ազատի զինվորական կացարանի ողբերգությունից 3 տարի անց հարցերը շատ են, պատասխան չկա։ Մինիմալ տարիֆ, մաքսիմում գնով, ինչպես են հաշվարկում տաքսու գները։ Վերջին հրաժեշտը վաստակաշատ ճարտարապետին, Արցախից մինչև Թբիլիսի ծանոթ են Հասրաթյանի ձեռագրին։ Սովորիր աշխարհի առաջատար բուհերում կարող ես ազատվել ծառայությունից, բայց պարտադիր պայման կա։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին, ես Հայկ Նավասարդյանն եմ։ Եվ այսպես բանակի տոնից մեկ օր առաջ, այսինքն հունվարի 27-ին կլինի բոլոր պատերազմներում մեր զոհերի հիշատակի օր, մեկ օր հետո 28-ին, ինչպես ամեն տարի կտոնենք հայոց բանակի կազմավորման օրը։ Իշխանության առաջարկը սակայն ընդդիմության սրտով չէ, օրվա խորհուրդը այլ օր պետք էր նշել, պնդում են ընդդիմադիրները, կրկին հնչեցնում օդում կախված գլխավոր հարցը։ Ի վերջո, ով է մեղավոր 2020-ի աղետալի պատերազմի, Արցախի կորստի ու հազարավոր զոհերի համար։ Ազգային ժողովի 8-րդ գումարման վերջին 11-րդ նստաշրջանի իշխանություն ընդդիմություն դեբատը Նաիրի Մուրադյանի անդրադարձում։ Ինչպես եւ ինչու Արցախն օկուպացրեց Ադրբեջանը։ Ի վերջո ինչ եզրահանգման է եկել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը։ Ովքեր են մեղավոր, ով պետք է պատասխանատվություն կրի այդ ամենի համար։ Հարցեր, որոնց պատասխանները անհրաժեշտ են հանրությանը, պատերազմում զոհվածների հարազատներին եւ բոլոր նրանց, ովքեր հանուն հայրենիքի կռվեցին 44-օրյայում։ Ահա այս անպատասխան հարցադրումներն են, որ լարվածություն ստեղծեցին ազգային ժողովի իշխանական եւ ընդդիմադիր падգամավորների միջև։ Ազգային ժողովին չի ներկայացվել քննիչ հանձնաժողովի զեկույցը, բազմաթիվ հարցեր կան այդ զեկույցի հետ կապված։ Հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեք մասնակցում։ Ես եմ ասում։ Ու սկսվեց փոխադարձ հրաձգությունը։ Մեղադրանքներ միմյանց հասցեին, ԿՊԱ-կանները ընդդիմադիրների, վերջիններն էլ իշխանականների հասցեին։ Ու հենց այստեղ էլ բացահայտվեց, թե որքանով են լուրջ տրամադրված օրենսդիրներն իրենց աշխատանքին։ Դուք գործի չեք գալի, վերջի 5 տարին են վատ աշակերտի պես դասի չեք գալիս։ Հիմա ուզում եք այդ խոսակցությունը բացեք, լավ, խնդիր չկա, կհրապարակեմ, կխնդրեմ քարտուղարությանը, կկազմակերպեն ձեր բացականները, ես անուն առանուն կհրապարակեմ։ Օրինակ ազգային ժողովի նիստերը, խորհրդի նիստերը, հրապարակային չին, դրա համար չեք գալի, պարոն Մինասյան այդ նիստերին։ Այ երբ որ մի օր ուղիղ եթերով այդ նիստերը հրապարակվեն, սիրուն կգաք այդ նիստին, սիրուն ելույթներ կունենաք, հարցադրումներ կանեք, որովհետև մեջը քյար չկա։ Եթե հրապարակային չի, գործ պիտի գաք անեք, մեջը քյար չկա, որովհետև դուք պետքա գաք, պետքա մի երկու հերթապահ բառ ասեք, հետո գնաք տուն եւ արդարացնեք ձեր գոյությունը որպես ընդդիմություն։ Բոլոր աշխատանքներին են մասնակցում ենք, եթե մասնակցում ենք, շատ լավ ենք մասնակցում, առնվազն ձեր գործընկերներին կարող եք ասել։ Այս ֆոնի վրա ազգային ժողովի իշխանական թևն առաջարկեց հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Օրենքի հեղինակները համարում են, որ անհրաժեշտ է նման օր ունենալ հիշատակելու բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին։ Հունվարի 27-ին կհիշատակենք եւ կհիշենք եւ կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Ընդդիմադիրները դժգոհեցին, որ իշխող խմբակցությունը չի ընդառաջել իրենց եւ չի փոխել վերոնշյալ հիշատակի օրը։ Պատգամավոր Մինասյանի կարծիքով Ռուբինյանը ոչ պատշաճ ամսաթիվ է առաջարկել։ Հունվարի 27-ը մեր համար անընդունելի էր համարվում 2-3 պատճառներով։ Առաջինը այն, որ այնուամենայնիվ ենթատեքստը այսօրը որոշելու թիրախն է հայոց բանակի։ Ավելի շատ PR ակցիա է, քան թե իրական խոնարհումի եւ հիշատակի արժեվորման նպատակ է հետապնդում։
Հունվարի 28-ը Հայաստանում նշվել է որպես հայոց բանակի կազմավորման օր։ Յուրաքանչյուր տարի այդ օրը նշվում էր մեծ շուքով։ Հայրենիքի պաշտպանության եւ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները այցելում էին Եռաբլուր Պանթեոն։ Նոր օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես։ Իդեպ օրենքի նախագծի հեղինակներից է ոչ միայն Ռուբեն Ռուբինյանը, այլ նաեւ անկախ падգամավոր Գեգամ Նազարյանը, ում որդին զոհվեց 44-օրյա պատերազմում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայկական կողմը վերականգնում է Մարգարայի, թուրքական կողմը Ալիջանի անցակետը ազգային ժողովում լրագրողների ճեպազրույցում իշխանական թևից են հայտնել լուրը։ Խորհրդարանի խոսնակն ու փոխխոսնակը փակագծեր չեն բացել, բայց վստահեցրել են այդ ուղղությամբ առաջիկայում զարգացումներ կլինեն։ Հիշեցնեմ, դեռևս 2022 թվականին Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներն էին պայմանավորվել, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել սահմանը։ Թուրքիայի արտգործնախարարի մակարդակով նաև հայտարարություններ հնչել այս տարվա առաջին կեսին հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին։ Վերլուծաբանների դիտարկմամբ սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ընդհանրապես գին ունի։ Գինը այսպես պայմանական եմ ասում, օրինակ եթե այդ գինը այսպես մինչև 2020 թվականը, այսինքն մինչև պատերազմը հնարավոր էր ինչ-որ փոխզիջումներով նույն Արցախի հարցում եւ այլն, այսօր էության մեջ Հայաստանը նման գին չունի տալու։ Դրա համար Թուրքիան այս պահին այդքան շահագրգռված չի եւ դրա հետ կապված փորձում է ավելի շատ այսպես օգտվել արտաքին ֆակտորից։ Տեսեք Թուրքիան ինչքան ես կասեի մանր քայլեր ա դեռ շարունակում իրականացնի, որ իր իսկ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարի։ Հայաստանը քննարկում է Ռուսաստանից հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան բերելու հարցը։ Լրատվամիջոցներից մեկին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, քանի որ երկու հիմնական երկրներից ենք ներմուծում Իրանից եւ Ռուսաստանից, Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանին առնչվող խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Տեղեկացրել են նախարարությունից, հավելելով, որ այս խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազը կներմուծվի արդեն երկաթուղով եւ ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան։ Երևանից ու Անկարայից հնչող սահմանային անցակետերը բացելու ֆոնին կրկին օրակարգում է Սյունիքով նախատեսված թրիփի հարցը։ Բանն այն է, որ ճանապարհ անցնելու է Հայաստանի տարածքով, բայց մեր երկիրը ահռելի պոտենցիալով այդ ծրագրից չնչին եկամուտ է ստանալու։ Ավելի կոնկրետ, թրիփի բաժնեմասերի ընդամենը 26%-ն է Հայաստանին պատկանելու, առյուծի բաժինը 74%-ը Միացյալ Նահանգներինն է։ Ինչ բացատրություն ունի իշխանությունը, որ ասում է ձեռնտու գործարք է։ Ժամի անդրադարձը։ Ընդհանրապես բոլորը պիտի թրիփ անվանեն։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանն արձագանքում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հայտարարությանը։ Եթե Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք երթուղու անվանումը թրիփ է ի պատիվ Ամերիկայի նախագահի, ապա ինչու են թուրքերն ու ադրբեջանցիները անընդհատ Զանգեզուրի միջանցք թմբկահարում։ Հիշենք, Թուրքիայի գլխավոր դիվանագետ Ֆիդանը նույնիսկ ձևակերպել էր, թե տեսնում են խաղաղության ճանապարհը կառուցվում է այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում։ Ոչ միայն Ադրբեջանի ուզածով արինում, այս նախագծի լավը որն է, որ սա Հայաստանի ուզածով է, Ադրբեջանի ուզածով է, բոլոր հարևանների ուզածով է, որտեղ պարզ է, որ եթե բոլոր ենթակառուցվածքները ապաշրջափակվում են, դա ձեռք է տալիս եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ բոլոր հարևաններին։ Օրերս մեր երկրի ու Ամերիկայի դիվանագիտական կառույցների ղեկավարները Վաշինգտոնում հաստատեցին թրիփի Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Համաձայն դրա Թրամփի խաղաղության ու բարգավաճման երթուղում Հայաստանն ունենալու է 24, Ամերիկան 76% մասնաբաժին։ Փորձագետները կարծում են, որ սա մեզ համար առնվազն մտահոգիչ է։ Մեր սեփական ճանապարհից փաստացի ամենակիչ օգուտը հենց մենք ենք ստանալու, հարցերի շարք են շարում մասնագետները։ Որքանով է սա նպաստում հայկական շահերին եւ որքանով կարող է օգտակար լինել մեր տնտեսության համար, եթե այդ ծրագիրը, որ իրականացնելու է Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչի է Հայաստանը 26% ունենալու, ԱՄՆ-ն 74%, որտեղ ներդրումներ անելու ԱՄՆ-ն։ Ռուբինյանը նաև այլ հաշվարկներ է անում։ Հերիք չի, մենք այդ թրիփ ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստանում գործող։ Այսինքն պարզ է, որ հարկեր, տուրքեր եւ այլն ստանալ։ Բացի դրանից նաև մենք բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու, ինչը շատ լավ է։
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության դրույթները թրիփին վերաբերող բոլոր փաստաթղթերում հայ ու ամերիկացի պաշտոնյաները գրել, ամրագրել, շեշտել են, փորձագետներն այս հարցում եւս շարունակում են մտահոգություններ ունենալ։ Քաղաքագետը հարցնում է, այդպես գրել են, այդպես կլինի։ Լավ է իհարկե, որ ֆիքսվել է Հայաստանի ինքնիրավազորություն, ինքնիշխանությունը, բայց գործնականում կարող է ստացվել այնպես, որ դա միայն թղթի վրա մնա եւ իրականում այնտեղ ոչ միայն Հայաստանը որևէ գործառույթ չունենա, բացի այդ 26% հավաքելուց, այլև չկարողանա օրինակ այդ տարածքը օգտագործել այլ նպատակներով, օրինակ Իրանի հետ երկաթուղի կառուցելը, որովհետեւ այնտեղ այդ հատվածում կառուցապատման բացառիկ իրավունքը կարծես թե տրվում է թրիփին, որի հայաբաժինը մեծ մասը ամերիկյան է։ Փաստաթղթում տարընթերցումներ չկան, համոզված է խորհրդարանի փոխխոսնակը։ Ռուբինյանը նաև տեղեկացնում է, ամերիկյան ստեղծվող ընկերության հետ պայմանագրում դեռ կետեր են առանձնացնելու, դարձյալ հստակեցումներ կլինեն։ Ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերի մասին։ Օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստան։ Իսկ թե ընդհանուր որքան կարժենա Սյունիքի ամերիկյան ճանապարհի ծրագիրը, վերջնական հաշվարկներ առայժմ չկան։ Ոչ հայկական, ոչ էլ ամերիկյան կողմում դեռ չգիտեն, ինչ կինեն վճարելու Թրամփի երթուղու համար։ Էդուարդ Պողոսյան, ժամ լրատվական։ Պինակը համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբականակը արդեն ճանապարհին է։ Զինտեխնիկան 3 են Հնդկաստանից Հայաստան ուղարկել, այս մասին հայտնում են հնդկական հեղինակավոր լրատվամիջոցները, հրապարակելով տեսանյութ առաքումը ազդարարող արարողությունից, որին ներկա է եղել նաև Հնդկաստանի պաշտպանության նախարարը, ով նաև հայտարարել է, որ սպառազինության արտահանումը Հայաստան շրջադարձային է Հնդկաստանի ռազմական արդյունաբերության համար, որը փորձում է դուրս գալ միջազգային շուկա։ Կառավարվող հրթիռների հեռահարությունը 70 կիլոմետր է, հիշեցնեմ, Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ 4 պինակա մարտկոցների մատակարարման համար։ Թե հրթիռային համակարգերը, թե պաշտպանական համակարգերը, հոբ համակարգերը բավականին կենսունակ են, միանշանակ աշխատող տարբերակ է Հայաստանի համար։ Եթե մենք նայում ենք մեր հարևան Ադրբեջանին, իր մոտ գործում է ումից ինչ հնարավոր է սկզբունք։ Սա հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը դիվերսիֆիկացնել իր սպառազինությունների կապիտալը, որովհետև 21-րդ դարում դու չես կարող անվտանգային համակարգ զարգացնել կչորտված միայն մեկ երկրի։ Առջևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Իրանում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը մի քանի հազարի է հասնում, Խամենեին Թրամփին է մեղադրում։ Թրամփը կմնա պատմության մեջ, եթե Միացյալ Նահանգները բռնակցի Գրենլանդիան, Մոսկվայի գնահատականը։ Ազատի զինվորական կացարանի ողբերգությունից 3 տարի անց հարցերը շատ են, պատասխան չկա։ Մինիմալ տարիֆ, մաքսիմում գնով, ինչպես են հաշվարկում տաքսու գները։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ բողոքի ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Տեղի ունեցածի համար Խամենեին կրկին Միացյալ Նահանգներին է մեղադրել, Թրամփին էլ անվանել հանցագործ ցույցերին աջակցելու համար եւ կոչ արել խստորեն պատժել ցուցարարներին։ Ըստ Reuters-ի հակակառավարական ցույցերի ընթացքում առնվազն 5000 մարդ է զոհվել, այդ թվում ուժային կառույցների մոտ 500 աշխատակից։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները տեսանյութեր էին հրապարակել, որտեղ խաղաղ ցուցարարների կողքին երևում են զենքով եւ դանակներով զինված մարդիկ։ Ըստ պաշտոնական Թեհրանի, սա վկայում է երկրում օտարերկրյա դիվերսանտների գործունեության մասին։ Բողոքի ցույցերի ֆոնին Իրանում հաքերները կոտրել են պետական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակումները, որտեղ հրապարակվել է Իրանի վերջին շահի որդու ուղերձը։ Ռեզա Փահլավին կոչ է արել իրանցի զինվորականներին միանալ ցուցարարներին եւ ձգտել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի տապալմանը։ Ավելի վաղ Խամենեիի հասցեին կոշտ հայտարարություններ արել նաեւ ԱՄՆ նախագահը Իրանի հոգեվոր առաջնորդին անվանելով հիվանդ մարդ, որը պետք է դադարեցնի մարդկանց սպանելը։
Հակամարտության ավարտից հետո միայն Բելարուսն ու Ռուսաստանը կկարողանան օգնել Ուկրաինային եւ Արևմուտքը այլևս դրա կարիքը չի ունենա, հայտարարել է Բելարուսի նախագահը, ընդգծելով, որ Կիևը պետք է դադարեցնի մարդկային կորուստները, ոչ թե կենտրոնանա տարածքային հարցերի վրա։ Բելարուսի նախագահի խոսքով, եթե Միացյալ Նահանգների առաջնահերթությունները փոխվեն, ապա իրենք կարող են պարզապես մոռանալ Ուկրաինայի մասին։ Այս Ուկրաինան ոչ մեկին պետք չի գա, հետևաբար մենք պետք է առաջ նայենք, հավելել է Լուկաշենկոն։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը անդրադառնալով Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու Թրամփի ծրագրին հայտարարել է, որ այդ կերպ ԱՄՆ նախագահը իր անունը կգրի համաշխարհային պատմության էջերում։ Լավ է դա թե վատ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին թե ոչ, կան միջազգային փորձագետներ, որոնք պնդում են, որ այս քայլով Թրամփը մուտք է գործելու ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային պատմություն, նշել է Պեսկովը, իսկ երեկ Թրամփը հայտարարել է, որ Դանիան ոչինչ չի կարողացել անել Գրենլանդիայից ռուսական սպառնալիքը վերացնելու համար, չնայած ՆԱՏՕ-ն 20 տարի է պնդում է, որ դա պետք է արվի։ Առանց վիզայի երկրների, այդ թվում Հայաստանի վարորդները Ռուսաստանում կարող են մնալ մինչև 180 օր, ներկայիս 90-ի փոխարեն։ Այս ուղղությամբ Դաշնության ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, ըստ որի վարորդը Գոսուսլուգի պորտալում պետք է ժամանակին ներկայացնի հայտը։ Փաստաթուղթը արդեն հրապարակվել է իրավական ակտերի նորմատիվային պորտալում եւ այն վարորդների համար է, որոնց երթուղիներն անցնում են Բելարուսով եւ երկար ժամանակ են պահանջում սահմանային ու մաքսային հսկողություն անելու համար։ Ի տարբերություն աշխատանքային միգրանտների, նրանց համար Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի թույլատվության փաստաթղթեր չեն ձևակերպվում, ինչը թույլ է տալիս երկարաձգել կացության ժամկետը։ 3 տարի առաջ հենց այսօրն էր լույսը չբացված, երկիրը ցնցվեց ահասար սուր լուրից։ Զինվորական կացարանում տղաները ողջ առողջ պառկել էին քնելու ու չէին արթնացել նրանցից 15-ը։ Ինչպես պատահեց, որ երիտասարդ տղաները չկարողացան դուրս գալ սենյակից, երբ մուտքի մոտ էր հրդեհը բռնկվել։ 3 տարի հետո այս ողբերգական պատմությունն ամբողջությամբ ջրի երես դուրս չի ելել։ 3 տասնյակ դատական նիստ է եղել, դեպքը սակայն բացահայտված չէ։ Ամիսներ տևած նախաքննություն, 30 դատական նիստ եւ հարձակննված բազմաթիվ վկաներ ու տուժողներ։ Ազատի զինվորական կացարանում 15 ժամկետային զինծառայողի մահվան 3-րդ տարելիցն է այսօր լրանում։ 3 տարի անց սակայն այս ողբերգական դեպքի առնչությամբ ավելի շատ հարցեր են առաջացել, քան տրվել են պատասխաններ։ Նախորդ տարի դատարանում հարձակննվել են փորձագետներ, փորձագիտական խմբի ղեկավարը։ Նրանց տված եզրակացությունները եւ բացատրությունները հակասության մեջ են գործով ներկայացված հետազոտությունների մյուս տվյալների հետ։ Դատաբժիշկների կողմից տրված եզրակացության համաձայն զոհված զինծառայողների մահը վրա է հասել շմուլ գազի եւ այրվածքի, ընդ որում կենթանության օրոք, ջերմային այդ էներգիայի ուրեմն պատճառով։ Եվ հիմա իմ կարծիքով հետեւյալն է, նշված փորձագետը բացառել էր փայտե վառարանի շահագործման արդյունքում, որ կարող էր առաջանալ շմուլ գազ։ Արդեն 2 տարի քննչական կոմիտեում գործից առանձնացված քրեական վարույթ կա, որի վերջը չի երևում, նշում է տուժողների իրավահաջորդի փաստաբանը։ Բացի այդ, մինչև հիմա պարզ չէ, թե ինչու է աղավաղվել դեպքի վայրը, ինչը չափազանց բարդացրել է գործողությունների հաջորդականությունը վերականգնելու process-ը։ Համապատասխան մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկել դեպքի վայրը պահպանելու, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը իրականացնել անհետաձգելի ապացուցողական վարույթային գործողություններ դեպքի համար էական նշանակություն ունեցող հետքերը, ապացույցերին տիրապետելու համար։ Կարող ենք մենք գալ հետևության, որ դա արվել է հետքերը թաքցնելու, ճշմարտությունը թաքցնելու համար։ Եթե առաջնորդվենք պաշտոնական վարկածով, ապա կստացվի, որ բանակում բացի թողի եւ անվերահսկելի վիճակ է, եզրակացնում է փաստաբանը։ Այնինչ զոհվածների հարազատներն այլ վարկածներ են հավանական համարում։ Դիվերսիայի վարկածը առաջ քաշեցինք, բացառում են։ Չեք բացառ, իրանց կամանձերն եկավ դատարան, ասում է, եթե դիվերսիա լիներ, մենք դրա պատասխանը կտայինք դրանից հետո։ Բացի այդ, ըստ փաստաբանի, գործով մեղադրյալներից Եղիշե Հակոբյանը իրենց հետ հանդիպման ընթացքում ձեռագիր գրել է գործին առնչվող մի շարք մանրամասներ։ Եթե նա խոսի դատարանում, մեղադրյալների թիվը կլինի ավելի մեծ, իսկ այսպես հավանականություն կա, որ պատասխանատվության կենթարկվեն փոքր ձկները, բայց շնակ ձկները կմնան անպատիժ։ Այս գրառումներում առկա են, որ դեպքի նախորդող օրերին արծարծվել է
այդ տարածքում ինչ-որ խմորումների խոսակցությունների հանգուցալուծմանը մասնակից դառնալու ծնողների հետ առնչություն ունեցող գործող իշխանության կարկառու ներկայացուցիչներից մեկի անունը, որ ազգային ժողովի падգամավոր է, որը որոշակի առնչություն է ունեցել այդ նախորդող ժամանակահատվածում այդ կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին։ Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները նշում են, որ նախորդ տարիներին արել են ամեն ինչ, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, սակայն իրավասու մարմինների ոչ կոմպետենտ լինելու պատճառով գործի վերաբերյալ իրենց նույնիսկ փոքր ակնկալիքները չեն արդարացել։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Կադրային փոփոխություններ կան ներքին գործերի նախարարությունում, ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Կամո Ցուցուլյանը ազատվել է փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ։ Ռիելթորները առաջիկայում կորակավորվեն, վաճառվող կամ վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքը կստուգվի։ Ռիելթորների, այսինքն անշարժ գույքի ոլորտում միջնորդ ծառայություններ մատուցողների որակավորման համար նախատեսված է հատուկ հարցաշարերի ընդունում, հաստատում և քննության ընթացակարգի հաստատում։ Ներդրվելու է նոր անշարժ գույքի կառավարման ինստիտուտ, որը թույլ է տալու անշարժ գույքի սեփականատերերին առանց հավելյալ վարչահարության իրենց սեփականության անշարժ գույքը հանձնել կառավարման և այդտեղից ստանալ համապատասխան եկամուտներ։ Ըստ պատասխանատուների, սա կօգնի վստահ լինել, որ շուկայում ցուցակագրվող գույքի էլեկտրոնային համակարգում վաճառքի կամ վարձակալության նպատակով պարամետրերը լինեն ստուգված և հաստատված լիազոր մարմնի կողմից։ Էլեկտրոնային համակարգի ներդրմամբ համապատասխանաբար արդեն տեղեկատվական շտեմարանում ստուգում կանցնի գույքը եւ համապատասխան դաշտերը, որոնք որ փոփոխման ենթակա չեն լինի այլևս, կցուցակագրվեն եւ գնորդը կամ հետաքրքրվողը տվյալ անշարժ գույքով հստակ իմանա, թե ինչ գույքի հետ ինքը գործ ունի։ Եվ քիչ առաջ փորձեցի պարզել, թե ինչ արժե Armenia TV-ից Կոմիտաս տաքսիով հասնելը, այն դեպքում, որ լավ եղանակին դա ոտքի ճանապարհ է։ Ամենաէժան տարիֆով 2 կիլոմետր ճանապարհը արժեր 1400 դրամ, բայց եթե եղանակը ամառային լիներ, ժամն էլ ասենք 2 կամ 3-ը, այս նույն ճանապարհը հնարավոր էր անցնել մինիմալ սակագնով։ Պարզվում է անգամ նույն հասցեից տարբեր հեռախոսով տաքսի պատվիրելիս կարող է տարբեր առաջարկներ լինել։ Քնարիկ Պետրոսյանն է փորձել պարզել, ինչ ալգորիթմերով են աշխատում օնլայն տաքսիներն ու գինը ինչ սկզբունքով է ձևավորվում։ Երևանում այսօր մի քանի կիլոմետր ճանապարհ անցնելը դարձել է իսկական փորձություն։ Թեթև ձյուն ու տաքսիների սակագները կտրուկ աճում են, ամենաքիչը 2 անգամ։ Քաղաքացիները բողոքում են տաքսու գները ոչ թե պարզապես թանկացել են, այլ վախեցնող չափերի են հասել։ Երբ հանրային տրանսպորտը այլընտրանք չի դառնում, իսկ սեփական մեքենա ունենալը ոչ բոլորին է հասանելի, մարդը մնում է մեկ ընտրության առաջ՝ գերթանկ տաքսի։ Այն նստելիս հաճախ չես էլ հասցնում մտածել, ինչ ես վճարելու, բայց հենց այդ շտապողականությունն էլ ինչպես պարզվում է, դառնում է գնագոյացման հիմնական գործիքներից մեկը։ Գնի ձևավորումը պաշտոնական պարզաբանումներով ունի 2 հիմնական բաղադրիչ՝ ժամանակն ու անցած կիլոմետրերը։ Սակայն իրականում դրանց ավելանում են նաև այլ ոչ միշտ տեսանելի գործոններ։ Եթե A կետից B կետ հասնելու ժամանակը կարճ է, այդտեղ կարճ է եւ քիչ է գումար գեներացում, եթե երկար է ավելի բնականաբար շատ է։ Էությունը կայանում է նրանում, որ ըստ էության կիլոմետրը կարողանում է ծախսել կատարված ծախսերը այդ ուղևորության, իսկ ժամանակը արդեն այսպես ասած տաքսու վարորդի աշխատած գումարն է։ Սակայն կա մի հանգամանք եւս, որի մասին պաշտոնական խոսքում քիչ է նշվում։ Ալգորիթմը ձեզ ճանաչում է, եթե ամեն օր նույն երթուղու համար վճարում եք, ասենք 600 դրամ եւ ժամանակ առ ժամանակ համաձայնվում եք եւս 100 դրամ ավելի վճարել, համակարգը դա հիշում է։ Եթե հավելվածում նշված է ձեր տան ու աշխատանքի հասցեները, իսկ աշխատանքային օրվա ավարտին տաքսի եք պատվիրում, ալգորիթմը հասկանում է հոգնած եք ու պատրաստ եք ավելի թանկ վճարել, միայն թե շուտ տուն հասնեք։ Գնագոյացման վրա ազդում են նաև եղանակային պայմանները, խցանումները, վառելիքի գները։ Փորձագետը նշում է, նույն երթուղին մի դեպքում կարելի է անցնել 20 րոպեում, մյուս դեպքում 1 ժամում, եւ դա անմիջապես արտացոլվում է սակագնի վրա։
կանչերը շատ են դա էլ ազդում գնացման վրա։ Նաև ասեք ժամերից է կախված, խաթանումներ են լինում, ասեք պատկերացեք մի դեպքում դու կարող ես 20 րոպե ասել տեղ, երբ մի դեպքում 1 ժամ։ Պահանջարկը, երբ որ բարձրանում է, այդ ժամանակ արժեքը նույնպես բարձրանում է, որպեսզի վարորդները կարողանան վարել։ Տաքսի ծառայությունից էլ չեն թաքցնում, երբ պահանջարկը մեծանում է, գինն էլ է թանկանում։ Բայց խնդիրը միայն շուկայի տրամաբանությունը չէ։ Պետությունը գործնականում չի կարգավորում ոլորտը, պատճառաբանելով, թե շուկան ազատականացված է։ Չիլինգարյանն էլ ավելացնում է, կան անհատ վարորդներ, որոնք անօրինական են աշխատում։ Երբեմն պարզել չէ տվյալ մեքենան տաքսի է, թե պարզապես մասնավոր ավտոմեքենա։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք։ Վերջին հրաժեշտը վաստակաշատ ճարտարապետին Արցախից մինչև Թբիլիսի ծանոթ են Հասրաթյանի ձեռագրին։ Սովորիր աշխարհի առաջատար բուհերում կարող ես ազատվել ծառայությունից, բայց պարտադիր պայման կա։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի նոր օրը, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերումը եւ կրթության մեջ ներառումը մինչեւ 2030 թվականը պետության կարևոր առաջնահերթություններից է։ Ըստ ԿԳՄՍ նախարարության ուսումնասիրությունների կա երկու հիմնական ռիսկի խումբ՝ 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակող երեխաներ եւ դպրոց ուշ հաճախող երեխաներ։ Վերջինների շրջանում գերակշռում են տղաները, ինչը երբեմն կապվում է զինվորական ծառայության առնչությամբ ծնողական մոտեցումների հետ։ 9-րդ դասարանից հետո կրթության շարունակականությունն ապահովելու համար իրականացված բարեփոխումների արդյունքում կրթությունը չշարունակողների մասնաբաժինը 2021 թվականի 9%-ից նվազել է մինչև 6%։ Դրան նպաստել են ավագ դպրոցում անհատականացված կրթության հնարավորությունները։ Ծնողները մի կողմից նախընտրում են, որպեսզի ուշ գնան եւ շատ երեխաների երկրորդ, երրորդ դասարանի տարիքի են տանում դպրոց, բայց մյուս կողմից հոգեբանական խնդիրներ են առաջանում այդ երեխաների մոտ, որոնք ստիպված են լինելու ուրեմն ինտեգրման դժվարություններ ունենալ։ Ծնողները տեղյակ են, որ իրենց երեխան դժվարություններ կարող է ունենալ, բայց միևնույն է, նրանք էլի շարունակում են ուշ տանել եւ հատկապես գյուղական բնակավայրերում դա համատարած կարելի է բնույթ է կրում։ Արցախից մինչև Վրաստան, Նախիջևանից Լիբանան ավելի քան 150 հուշարձան է չափագրել անվանի հայ գիտնական ճարտարապետն ու իր անունը թողել հայկական ճարտարապետության ուսումնասիրողների շարքում։ Նա առաջին հայ պատմաբաններից էր, որ այցելեց Արցախ ու ուսումնասիրեց միջնադարյան հայկական գլուխգործոցները՝ Գանձասարի վանքը, Դադի վանքը, Ամարասը, Շուշի հռչակավոր Ղազանչեցոց տաճարն ու այսպես շարունակ։ Նաև հենց նրա գիտական նշանակալի ավանդի շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք հակադարձել նրանց, ովքեր փորձում են իրենցով անել Արցախի մշակութային ժառանգությունը։ Քարերին խոսեցնողը այլևս լուռ է։ Ճարտարապետ գիտնականի վաստակը անկշռելի է։ Կոնդի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցում հրաժեշտ են տալիս Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ վաստակավոր ճարտարապետ գիտնական Մուրադ Հասրաթյանին։ Մեծ հայը հունիսին կդառնար 91 տարեկան։ Հասրաթյանը Մատենադարանի Հայաստանի պատմության թանգարանի նախկին տնօրեն, պատմաբան Մորուս Հասրաթյանի որդին է։ Նա ավարտեց պոլիտեխնիկն ու դարձավ Երևան նախագիծ ինստիտուտում Գևորգ Թամանյանի արվեստանոցի առաջին ճարտարապետներից մեկը։ Հասրաթյանի ձեռագրի խորը հետքը նաև Արցախի հայկական ճարտարապետական ժառանգության բացահայտման ու փաստագրման գործում է։ Խորհրդային ժամանակաշրջանի նրա գիտական չափագրություններն ու հետազոտությունները Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի եւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վերաբերյալ մինչև այսօր հենք են Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող կեղծարարություններին գիտական պատասխան տալու համար։ Նրա հոդվածները եւ հետազոտությունները լույս են տեսել ավելի քան 20 լեզուներով։ Ես որպես գիտնական կայացել եմ մի քանի ուսուցիչների շնորհիվ եւ դրանցից մեկը ինքն էր, ինչքան էր ինձ ողջևորում, որ խաչքարերը հետազոտեմ, որ դա խիստ կարեւոր է, որ ուրիշ
միանշանակ եւ մեկ էլ Արցախն եմ հիշում, էլի Արցախի ճարտարապետության հայկականությունը երևի 90%-ով պարտական է պարոն Հասրաթյանին։ Ոչ միայն Արցախի, Նախիջևանի տարածքի հուշարձաններ են նա շատ այսպես չափագրել, վավերացրել։ Ժամանակին մենք ասում ենք ես կարող եմ ասել, որ ճարտարապետական գիտության, մեր հայ ճարտարապետական գիտության ռահվիրաներից է Մուրադ Մարգարիչը, ինչպես որ ասենք Թորամանյանն է։ Մուրադ Հասրաթյանը ինքնամոռաց եւ անշահախնդիր էր պաշտպանում ու վավերագրում հայկականը միջնադարյան քրիստոնեական ճարտարապետությունից մինչեւ Օսմանյան կայսրություն, խորհրդային Հայաստան ու հայկական գաղթօջախներ։ Իր կյանքի ընթացքում ստեղծել է հայկական ինքնության անձնագրեր ամբողջ աշխարհում։ Արցախից մինչեւ Թբիլիսի, Նախիջևանից մինչեւ Բեյրութ։ Չափագրել է 150 հուշարձան։ 29 տարեկանում առաջին անգամ այցելել է Արցախ, դառնալով ոչ միայն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտից Արցախ այցելած, այլև պատմական Հայաստանի այդ նահանգի ճարտարապետությունն ուսումնասիրած եւ փաստավավերագրած առաջին հայ գիտնականը։ Արդեն 37 տարեկանում վավերագրել է խորհրդային Հայաստանի ամբողջ ճարտարապետական ժառանգությունը։ Խորհրդային տարիներին, երբ որ նա այցելում էր, ասենք, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, այն ժամանակ այսպես ասած, եւ հուշարձանները չափագրում էր, դա նույնիսկ կյանքին վտանգ սպառնալու պարագայում էր։ Երբեք ես նրան, ասենք թե վրդովված չեմ տեսել, այնքան մեղմ էր անում եւ այնքան համոզիչ, որ ուղղակի դու չես կարող արդեն որևիցե իր ասած բանը ուշացնել, չանել։ Իր կատարած ահռելի աշխատանքի հետ մեկտեղ խորապես համեստ էր, այսպես են նրան հիշում ընկերներն ու մտերիմները։ Ասում են, պրոֆեսորն իր գործը համարում էր ծառայություն հայ ժողովրդին։ Ինքը շատ բան գիտեր, ամեն հարցում գիտեր, ինքը իր ժպիտը, իր համբերատարությունը, բանը միայն ընդօրինակելի էին։ Եվս մի գույն պակասեց հայկական գիտական կյանքից, բայց նրա գործը մնաց որպես վկայություն ու ուղեցույց ապագա սերունդների համար։ Քարերի մեջ դրոշմված Հասրաթյանի հայրենասիրությունը կխոսի սերունդների հետ, որպես պատմական հիշողություն ու սեփականության իրավունք։ Թեև նրա երկրային կյանքն ավարտվեց, բայց նրա վավերագրած Հայաստանը մնաց չափագրված, անվիճելի եւ հաստատուն։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։ Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ նրա կնոջը հրավիրել են դատախազություն ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործի շրջանակում։ Դատախազությունը սակայն չի հրապարակել կոնկրետ ինչ գույքի մասին է խոսքը։ Իսկ Մասիսի կալանավորված համայնքապետի նկատմամբ վերաքննիչ-քրեական դատարանը տնային կալանք է կիրառել։ Այս եւ օրվա այլ կարևորը հաջորդիվ մեկ տեսաշարում։ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, տնային կալանք եւ գրավ։ Որոշումը կայացրել է վերաքննիչ-քրեական դատարանը։ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ գնացող քաղաքացիների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու նրա կինը Լուսինե Թադևոսյանը հրավիրվել են գլխավոր դատախազություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում։ Դատախազությունում ուսումնասիրություն է իրականացվել նրանց պատկանող գույքի առնչությամբ եւ նրանք հրավիրվել են գործի նյութերին ծանոթանալու ու դիրքորոշում ներկայացնելու։ Այս փուլում դատախազությունը չի հրապարակել թե կոնկրետ ինչ գույքի մասին է խոսքը, նշելով, որ նյութերին ծանոթանալուց հետո գույքի ցանկը կարող է փոփոխվել։ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը գրանցվել է որպես քաղաքական կուսակցություն «Ուժեղ Հայաստան» անունով։ Այն գրանցված է Տաշի խմբի Երևանյան գրասենյակում։ Կազմակերպական աշխատանքները ըստ շարժման խոսնակի ավարտական փուլում են եւ առաջիկայում կներկայացնեն քաղաքական օրակարգն ու Հայաստանի զարգացման տեսլականը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրավերով եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում փետրվարի 16-ից 19-ին։ Այս մասին լրատվամիջոցներից մեկին հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Աթենյանը։ Հայ առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ ազգային եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր եղել են ինչպես եպիսկոպոսատ ժողովի, այնպես եւ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագային, նշել է նա։
Կառավարությունն առաջարկում է տարկետում տրամադրել միայն այն երիտասարդներին, որոնք ընդունվում են աշխարհի լավագույն բուհեր Շանհայի վարկանիշի առաջին 5 տասնյակում։ Փոխարենը նրանք ուսումն ավարտելուց հետո պարտավոր կլինեն առնվազն 3 տարի աշխատել Հայաստանում պետության կողմից սահմանված ոլորտում եւ վայրում, եւ միայն այդ դեպքում կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Ազգային ժողովն այսօր քննարկել է զինվորական ծառայության մասին օրենքի փոփոխությունները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանի խոսքով նախկին համակարգը չի աշխատել։ Ուսումն ավարտած 57 քաղաքացիներից ծառայության է մեկնել միայն մեկը, իսկ մեծ մասը չի վերադարձել կամ չի ծառայել։ Կառավարությունը նշում է, որ բարձրակարգ մասնագետների արտահոսքը լուրջ խնդիր է, իսկ նրանց կրթությունը արտերկրում արժե 100,000-ավոր դոլարներ։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի ագարակից միջև Թալին ճանապարհահատվածում մերկասառույց է, տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ճանապարհը չի մաքրվել ոչ ձնից, ոչ էլ մշակվել է աղավազային խառնուրդով, ինչի պատճառով ստեղծվել է վտանգավոր իրավիճակ։ Երթևեկող վարորդները բողոքել են բացի թողի վիճակից, ճանապարհը սպասարկող կազմակերպություններից, նշելով, որ մաքրող տեխնիկան չի աշխատում հավուր պատշաճի։ Արագածոտնի եւ Շիրակի մարզերի պարեկները վարորդներին ուղեկցում են մարզերից միջև անվտանգ հատվածներ։ Տեղում աշխատում են նաև փրկարար ծառայության ջոկատները, որոնք մերկասառույցի եւ ձնակույտերի միջից դուրս են բերել ավելի քան 20 ավտոմեքենա։ Բացի թողի վիճակում է նաև Կոշգյուղ մտնող ճանապարհը։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին մանրամասները Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ, ձյուն, հառաջիկա 2 գիշերներին ջերմաստիճանը կնվազի 7-ից 10 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Քոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 4-ից 8 աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 3 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն, Լոռիում 1-ից 5, Տավուշում 0-ից 3 աստիճան ցուրտ, Հարհրատում, Արմավիրում կդիտվի 0-ից 3 աստիճան տաքություն, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 2 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռներում 3-ից 6 աստիճան ցուրտ։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 4-ից 6, ցերեկը 0-ից 2, երեկոյան 3-ից 5 աստիճան ցուրտ։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։